Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Ամանորը թերևս շարունակում է մնալ տարին ամփոփելու լավագույն առիթը, սակայն այն ոչ միայն տարին ամփոփելու համար է, այլև նոր հույսերի համար։ Այս տրամադրությամբ էլ մենք այսօր զրուցելու ենք իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանի հետ, հասկանալու ինչպիսին էր անցնող տարին նրա համար եւ թե ինչ սպասումներով, ինչ հույսերով է նա դիմավորում եկող 2026 թվականը նոր տարին։ Պարոն Պետրոսյան, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, կխնդրեմ մեր հարցերին ամփոփ եւ անկեղծ պատասխան հնչեցնեք։ Ինչպես եք սովորաբար նշում Ամանորը, կա որևէ ավանդույթ, որ ամեն տարի պարտադիր պահում եք։ Անկեղծ ասած, ես 44 օրյա պատերազմից հետո ոչ մի այդպես առիթներ ինչ որ մեծ ուրախությամբ չեմ նշում, որովհետև դրա համար պիտի տրամադրություն լինի։ Երբ որ տեսնում ես քո ժողովուրդը ինչ վիճակում է, այդքան զոհերի, այդքան հաշմանդամ տղաների չես կարող ուրախանալ։ Ես չեմ կարող։ Վերջին տարիներին նախընտրում եք չնշել։ Ես տանն եմ նշում, ընտանիքում։ Եվ վերջապես Ամանորը դա իմ կարծիքով ընտանեկան տոն է եւ ամենաճիշտը դա սեփական ընտանիքի միջավայրում դիմավորելն է։ Իհարկե չի բացառում 1-2 այցելություն, բայց ես այդպես այցելությունների սիրահար չեմ, առավելևս իմ նշած իրադարձություններից հետո պատերազմի։ Ես ակնկալում եմ, որ Ալեն Սիմոնյանը կդառնա բոքսի չեմպիոն։ Առանց ամաչելու պղծում է մեր բոքսը, իբր ազգային ժողովի գործունեությունը հորով-մորով արեց, այդտեղ դու բոքսի հետ ինքան ոնց որ կապ ունենաս, որ ասենք Արայիկ Հարությունյանին կալգոտկի հագցնես, մցնես Սահակաշ գեղասար ցույց տալու։ Դու ինչ գործ ունես բոքսի, բայց թող դառնա չեմպիոն։ Պարոն Պետրոսյան, ինչպիսին էր ձեզ համար անցնող տարին, որոնք էին ձեր 3 ձեռքբերումները, անձնական ձեռքբերումները։ Անձնական ձեռքբերում չեմ ունեցել, որովհետև դիպ փսակվեի որ ունենա։ Իսկ անձնական։ Անձնական ձեռքբերումներ դե միշտ լինում են փոքր մեծ ձեռքբերումներ։ Ես ապրում եմ այդ կյանքով, որ երբեք չկանգնեմ մի դիրքում ու սպասեմ հանգամանքների պատահական հանդիպմանը։ Ես ինքս եմ նախաձեռնում։ Հայաստանի համար ինչ ձեռքբերումներ եղան։ Ոչ մի ձեռքբերում չեմ տեսնում, ես չեմ կարող կեղծելից։ Չկա ձեռքբերում, որովհետև ձեռքբերում մենակ այն ալելու, որ այս փրչախումբը հեռանա իշխանությունից։ Իմ ակնկալիքը դա է։ Ու ես այս պայի դրությամբ, երբ որ մի երկրի վարչապետ ամեն օր զբաղված է սահմանադրական կարգը տապալելով, ոչ մեկ խաբար չի իր բռնած գործից, իր զբաղեցրած կարգավիճակից։ Իսկ դե ինչ ձեռքբերում կա, հիմա ես ինչ ասեմ։ Ոչ տնտեսական, ոչ սոցիալական ապահովության, ոչ բնակչության զբաղվածության, ոչ արտագաղթը կանխելու, ոչ ժողովրդավարության, ոչ իրավական պետության կառուցման ճանապարհին ոչ մի առաջընթաց չկա։ Ես ծագումով լոռեցի եմ, չնայած ծնվել եմ Երևանի կենտրոնում։ Ես լավատես մարդ եմ, բայց ավելորդ լավատեսությունը դա վտանգավոր մոտեցում է։ Ես չեմ կարող ինձ կերծել, չտեսնել մի բան ու կանգնել ասել։ Ոչ մի լավ բան էլ չկա։ Սրանք մինչև չվռնդվեն, այս քրչափրչախումը, ոչ մի լավ բան Հայաստանում չի սպասվում։ Նոր տարում 2026 թվականին ըստ ձեզ ամենամեծ նվերը Հայաստանի համար որը կլինի։ Նիկոլ Փաշինի կորուստը։ Եթե Ամանորը պիտի պարտադիր նշեք մեկ ընդդիմադիր գործչի հետ, ով է լինելու նա։ Գիտեք ինչ, կարող է լինի նաև իշխանության ներկայացուցիչ։ Հաջորդ հարցս դա է լինելու իշխանությանը ում եք նախընտրելու իշխանությունից։ Չէ, նախընտրելի մարդ ես չունեմ, բայց կարող է լինի այնպեսի մարդ, ում հետ որ դու կարողանաս սեղան նստել։ Եվ ով է լինելու նա։ Ես չեմ կարող ասեմ, ես գուշակ չեմ։ Որ գուշակությամբ զբաղվեմ, վանկային գերեզմանից պետք է Արտաշինն եմ։ Նոր տարին ես չեմ նշել այն բանից ելնելով, թե այս մարդը դիմադիր է, թե իշխանական։ Ես ունեմ իշխանության ներկայացուցիչ հարևաններ, որ կարող եմ ասենք իրան հյուրընկալել իմ տուն կամ ես հյուրընկալվել։ Այդտենց տարանջատում չկա։ Նոր տարին այն միջոցառումը չի, էլի, այն տոնը չի, որ դուք դա քաղաքական հայացքներով պայմանով։ Բայց ես սեղան չեմ նստում ընդհանրապես, էլի նոր տարի, էլի մարտի 8, ապրիլի 7, ես շատ իմանամ ինչ անկախության օրվա, ես սեղան չեմ նստում, սեղանի արժեքը չհասկացող մարդկանց հետ։ Կապ չունի թե նա դիմադիր թևից է, թե իշխանական։ Ընդդիմությանը ինչ կցանկանաք 2026 թվականին։ Համախմբում։ Իշխանությանը ինչ եք ցանկանում։ Ռադները քաշեն էթա։ Ամանորին որ ֆիլմն եք նախընտրում դիտել «Один дома», «Իռոնիա судьбы» или «С легким паром», թե «Մեր բակը»։ Ամենայն սիրած ֆիլմը «Հարսնացում» Հյուսիսից։ Ֆիլմն է եւ մեկ էլ բանը Տերն ու ծառա, գիտեք ինչի։ Շատ հետաքրքիր բան կա այդտեղ։ Վստահ եմ դուք դիտել եք այդ ֆիլմը։ Տերն ու ծառայի մեջ ինչն է գնահատելի, որ
տերը կամովին կատարում է իր ստանձնած պարտավորություն, որ ասում որ բարկանա, մի ջուղթ լեցկան չէ, մի ջուղթ լեցկան եստա մի հատ կով, ինքը վերջում որ բարկանում է, մեր երջանկայի շատակ հզոր հայի Ռոզիկ Մկրչյանի վրա, ասում եմ բարկանում եմ, այդ կովերնու ես էլ արնում տանում է, ստե պայմանագրային պարտավորության նկատմամբ պատասխանատվության զգացումի սկզբունքն է, իսկ այսօր որ տերն է իր խոստացածը տալի իր բանվորին, ոչ մեկ հանում չափարախում լարում են հիմնարկից, ասում են դե գնա ինչ ուզում ես արա, որովհետև մենք չունենք անկախ դատական համակարգ, իսկ գիտեք ինչ չունենք, որովհետև Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինը հենց իր պաշտոնավարման 100-րդ օրը Հանրապետության հրապարակից անթակույց բացահայտ հայտարարեց, որ խի Հայաստանում դες դատավոր կա, որ վարչապետի ասածը չանի։ Հասկանում եք, սա էլ նույնպես համադրական կարգի տապալում է քրեական օրենսգրքի 420 հոդված, որ գործադիր իշխանությունը վերահսկում է դատական իշխանության գործունեությունը։ Մինչդեռ Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն դատական իշխանությունը անկախ է, դատարանները անկախ են եւ արգելվում է որևէ տեցեք վերացա 162 հոդվածում։ Եվ մշտապես անկախ են։ Որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը։ Պարոն Պետրոսյան, հավատում եք Ձմեռ պապիկին։ Ձմեռ պապիկին դեմենից, որ ասեմ, ես էլ շուտով պապիկ կդառնամ։ Բայց հավատացել եմ ժամանակին։ Ինչ եք խնդրելու նրանից այս տարի։ Արդեն ասեցի, Նիկոլ Փաշինյանի եւ իր քրճախմբի հրաժարականը։ Ինչպիսին է ձեր ներսի Ձմեռ պապիկը։ Ով կլինեք դուք, ինչպիսին կլինեք դուք, եթե Ձմեռ պապիկ դառնաք։ Չէ, իմ ներսի Ձմեռ պապիկը նկատում եք իմ մտքում։ Այո, այո։ Հա, ուշադիր վերաբերմունք երեխաների նկատմամբ, որովհետեւ գիտեք հարգելի նամիկ, շատ կարեւոր է, որ երեխան դաստիարակվի առողջ մտնոլորտում։ Որովհետև անառողջ մտնոլորտում դաստիարակված երեխան չի կարող ապագայում լինել հայրենանվեր քաղաքացի, պետականամետ քաղաքացի։ Նա ուրիշ արժեքներ է երկրպագելու եւ իրացնելու իր կյանքում, փորձելու իրագործել, սեփականացնել։ Ես դա կցանկանամ, որովհետև պապին երեխու համար է, պապի դրա համար իմ ցանկությունը ուղղված է երեխաների շահերի ապահովմանը։ Եթե Ձմեռ պապիկը ձեզ նվիրի կախարդական փայտիկ ձեր անձնական կյանքում ընդհանուր, հա, ինչ կփոխեք ձեր անցյալից, այսպես ասեմ։ Եթե կախարդական փայտիկ նվիրի, այդ փայտիկը կխփեմ Նիկոլի գլխին ու կասեմ, «Հեր գնա մեզի ազատիկ ու դարդից»։ Հայաստանի անկախության տարիներին, այս 30 եւ ավելի տարիներում ինչ կփոխեք կախարդական փայտիկով։ Գոյություն ունեն հիմնարար արժեքներ, որոնք եթե պետությունը չի պաշտպանում, չի ապահովում, մնացած բաները անիմաստ են։ Մարդու իրավունքների պաշտպանություն, անապահով մարդկանց սոցիալական ապահովություն։ Տեսեք, ինչ դեմագոգիա է անում Նիկոլ Փաշինը։ Ասում է, որ թոշակառուներին պետք է չազատենք աշխատանքից։ Սա գիտեք ինչ մեծ վտանգ է պարունակում։ Ես մի անգամ մեկ այլ հեռուստատաղավարում ասել եմ, երբ որ երիտասարդ մասնագետը ավարտում է, անմիջապես աշխատանքի չի անցնում, նրա մոտ ձևավորվում է պետության նկատմամբ անվստահության մոտեցում վերաբերում եւ նա լքում է երկիրը։ Իսկ կենսաթոշակառուին դու որ բերում ես կաշառում ես նախընտրական տարի, ասում ես 500,000 կենսաթոշակառու կա, դուք պետք է աշխատեք, դուք աշխատանք պետք է ունենաք, ամենալավ տարիքն է։ Սրանով դու անուղղակիորեն կամ գուցեև ուղղակիորեն նպաստում ես երիտասարդության արտագաղթին։ Իսկ ինչ է մնում ստեղ, ովքեր են մնում ստեղ, կենսաթոշակառուներ եւ երեխաներ, այսինքն այդ պայքարող սերնդին դու լարում ես քո երկրից, դրանով բնականաբար թույլատրելով քո երկրի պաշտպանունակությունը։ Եվ բնականաբար ամանորի գիշերը մեր աղոթքները ուղղված են լինում առ Աստված, խնդրեմ փոքր ինչ նշեք, թե ձեր աղոթքները ինչի մասին են լինելու։ Ես ճիշտ ասած այտենց այդ աղոթքներին չեմ տիրապետում։ Իմ աղոթքերն եմ ասում, որ ժողովուրդը ապրի բարեկեցիկ, Հայաստանը լինի անվտանգ, չլինենք պատերազմի մեջ, չունենանք զոհեր, բոլորին մաղթում եմ ուրախ տրամադրություն, քանի որ տոնածառի մոտ եմ նստած, չի սիրուն չի լացեմ, էլի։ Բոլորին մաղթում եմ ուրախություն, հաջողություն, ամեն մեկը իր ոլորտում, իր բռնած գործի մեջ, բայց ամենակարևորը մի սկզբունք, երբեք ոչ մեկ իրավունք չունի իր հաջողությունը վայելել ուրիշի դժբախտության հաշվին։
Պարոն Պետրոսյան, ձեզ եւ ձեր ընտանիքին եւս լավագույն ենք ցանկանում։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ եւս լավագույն ենք ցանկանում, ուրախ եւ բարի նոր տարի բոլորիս։ Կհանդիպենք։